Արդյոք Իրանն Ադրբեջանի հետ քննարկել է Սյունիքի վրա Բաքվի հնարավոր հարձակման հարցը եւ արդյոք հավաստիացում ստացել են, որ Ադրբեջանը նման քայլի չի դիմի, օգտվելով ստեղծված իրավիճակից։ Ազատության այս հարցին ի պատասխան Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբանին ըստ էության չհերքեց Բաքվի հետ քննարկել են Սյունիքի հետ կապված մտահոգությունը։ Մենք բոլորի հետ կապի մեջ ենք, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարության հետ։ Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպես նաեւ հավանական մտահոգությունների վերաբերյալ խոսել ենք եւ կխոսենք այդ մասին։ Մեր դիրքորոշումը հստակ է եւ Ադրբեջանի դիրքորոշումն էլ այս գործողությունների վերաբերյալ հստակ արտահայտվել է։ Նրանք դատապարտել են ագրեսոր ռեժիմի կողմից իրականացված գործողությունները։ Մեզ համար կարևոր է պետությունների պաշտոնական դիրքորոշումները։ Զանգեզուրի միջանցք բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Մեհդի Սոբանին այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով Սյունիքի շուրջ մտահոգություններին նշեց, որ հետևում են զարգացումներին եւ խորհրդակցում են տարածաշրջանի երկրների հետ։ Մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից։ Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում։ Մենք պահպանում ենք զգոնությունը։ Հայաստանի կառավարությունը եւս հետևում է զարգացումներին։ Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մեհդի Սոբանին պնդեց, թե տեղեկություններ չունեն, որ Ադրբեջանն աջակցում է Իսրայելին պատերազմական այս գործողություններում։ Հավաստի փաստեր պետք է լինեն, ասաց իրանցի դիվանագետը, նշելով, որ Իրանը տեղեկություններ չունի նաև այն մասին, որ Ադրբեջանը Իսրայելին է տրամադրում Ղարաբաղի տարածքը, այնտեղից Իրանին հարվածելու համար։ Արդեն 5 օր շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով ըստ Իրանի դեսպանի երկրում զոհվել է ավելի քան 200 մարդ, վիրավորվել 1200-ը։ Նրանց 90%-ը Սոբհանի խոսքով խաղաղ բնակիչներ են։ Դեսպանն այսօր հրավիրած ասուլիսում պնդում էր, որ Իրանում խոճապային իրավիճակ չկա, մարդիկ չեն փորձում լքել երկիրը, ինչպես որ ներկայացնում են իր բնորոշմամբ սիոնիստական ռեժիմի աջակիցները։ Ավելին, Իրանի դեսպանն այսօր պնդեց, թշնամին պարտվելու շեմին է։ Թեհրանը ինչ հիմքեր ունի պնդելու, որ Իսրայելը պարտվում է, հարցրեցինք իրանցի դիվանագետին։ Նախ սիոնիստական ռեժիմի առաջին պարտությունը նրանում է, որ երբ նա այդ կայծակնային հարձակումը իրականացրեց, նրան թվում էր, թե կարող է գործնական հարված հասցնել Իրանին եւ Իրանի փլուզման պատճառ դառնալ։ Այն, որ սիոնիստական ռեժիմը դիմել է տարբեր երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների աջակցությունը ստանալու համար, խոսում է այն մասին, որ չի կարող հասնել այն նպատակներին, որ որդեգրել էր։ Փաստորեն զգում են պարտվելու վտանգը։ Հարևան Իրանում շարունակվող ռազմական գործողությունների 5-րդ օրը պաշտոնական Թեհրանը հայտարարում է չի հանձնվելու։ Ինչ է սա նշանակում, արդյոք բանակցությունների միջոցով պատերազմին վերջ դնելու հնարավորություն Իրանը չի տեսնում։ Մեր այս հարցին ի պատասխան դեսպան Սոբհանին ասաց, թե երբեք հնարավոր չէ սեղմել այն ձեռքը, որը բաց չէ եւ բռունցքված է։ Երբ դադարի ագրեսիան եւ ագրեսորը նստի իր տեղում, երբ դադարեցվեն Իրանի դեմ սպառնալիքները, այդ դեպքում դիվանագիտության ճանապարհը բաց է։ Մենք երբեք չենք փակել եւ չենք լքել այդ ուղին։ Մենք հենց բանակցությունների մեջ էինք, երբ սիոնիստական ռեժիմը զինված հարձակում իրականացրեց մեզ վրա։ Այդ ռեժիմի լրջագույն նպատակներից մեկը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողելն էր։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը կախված է նրանից, թե այդ ագրեսիան ինչպես կավարտվի։ Իդեպ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հրավիրած ասուլիսում պնդում էր ԱՄՆ-ն մասնակից եւ պատասխանատու է Իրանի դեմ հարձակումների համար։ Ինչ վերաբերում է Թեհրանը տարհանելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին, ապա իրանցի դիվանագետը պատկերավոր ձևակերպեց. Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է։